Տիկին Ղազարյան, Թրամփի ուղու եւ խաղաղության պայմանագրի հետ կապված մենք տեսնում ենք Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը ասում է մենք խաղաղություն ենք բերել, բայց դրան զուգահեռ Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, երեք նաեւ լսեցինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նաեւ անգամ չէր հիշում Նիկոլ Փաշինյանի ազգանունը։ Ինչպես է հնարավոր խաղաղության հասնել, եթե միայն Հայաստանն է խոսում այդ մասին եւ անգամ Միացյալ Նահանգների նախագահը չի հիշում, որ ում հետ է ստորագրել այդ փաստաթուղթը։ Շնորհակալություն հարցի համար, անկեղծ ասած ուզում եմ մի փոքր հեռվից գալ, ես ուզում եմ արձանագրել շատ կարևոր մի փաստ, որ այո, Հայաստանի Հանրապետությունը այսօր գտնվում է խաղաղության մեջ, արդեն մեկ տարի է Հայաստանի Հանրապետությունը եւ Հանրապետության սահմանները գտնվում են խաղաղ միջավայրում եւ դա իր շնորհիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ինչ է ասում Ադրբեջանի նախագահան իր խոսույթում, ինչ է ասում, դա գուցե իր ներքին լսարանի համար է, ասենք միջանցք է արծարծում, երեք էլ նշեցիք ԵԽՎ-ում արտահայտեց այդ միջանցքը, իհարկե նաև Նիկոլ Փաշինյանը վարչապետը արձագանքեց դրան, կարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, այսինքն հաջողվեց երկրի առաջնորդին Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքել այդ կարևորագույն փաստաթուղթը համաձայնագիրը, որը ես կարծում եմ հայ ժողովրդին կբերի լիակատար խաղաղություն։ Արդյոք դա ընդամենը նախընտրական շրջանի համար չի արված, որովհետև ընդդիմախոսները ձեզ ասում են դուք ստացել եք մի թուղթ, որը խաղաղության մասին չի, բայց ձեզ պետք է ընդամենը ընտրություններում վերարտադրվելու համար։ Գիտեք ինչ, ընդդիմադիր մեր գործընկերները գիտենք թե ինչու են այս խոսույթը դնում շրջանառության մեջ, պարզ բացատրություն ունի, որովհետև առջևում 2026 թվականի համապետական ընտրություններն են եւ իրենք պարզ է պետք է շահարկեն, որպեսզի իրենց փոքրիկ լսարանի համար կարողանան տեղ ունենալ 26 թվականին խորհրդարանում։ Իսկ իրականում իրենք նույնիսկ ասում են, որ իհարկե խաղաղություն եղել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը բերել էր այդ խաղաղությունը, տարիներ, չգիտեմ, 20 եւ ավելի տարիներ եւ եկաք դուք պատերազմ հրահրեցիք եւ այլն։ Իհարկե դա կեղծ օրակարգ է, որ շրջանառվում է իրենց կողմից եւ ուզում եմ անդրադարձ կատարել, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ իրապես բերվել էր այդ խաղաղությունը եւ Հայաստանի Հանրապետությունը լիակատար խաղաղության մեջ էր, եկեք տեսնենք այդ խաղաղ պայմաններում ինչու էին մեր սահմաններում լինում հարյուրավոր միջադեպեր անմեջ եւ ունենում ենք 100-ից ավելի հայրենիների զոհեր։ Ինչու չկնքվեց այդ բաղձալի խաղաղության պայմանագիրը, ինչու չկնքվեց, դա պարզ հրադադար էր, որ հաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ դա խաղաղության, չեմ կարող ասել խաղաղության պայմանագիր էր, դա հրադադար էր, որը այդպես էլ հանգուցալուծում չունեցավ եւ սխալ քաղաքականության արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան Բայց նրանք ձեզ հակադարձում են, ասում են մենք ամեն դեպքում պահում էինք հայկական Արցախ, դուք Արցախը տվեցիք Ադրբեջանի, ճանաչեցիք Ադրբեջանի մաս։ Ես նորից եմ կրկնում, եթե իրոք իրենք հաղթանակած էին եւ Արցախը վերադարձրել էին Հայաստանին, ապա ինչու եղավ այն, ինչ որ եղավ։ Ուրեմն այդպես չէր, դա կեղծ օրակարգ է եղել, թվացյալ խաղաղություն է եղել, թվացյալ իրականություն է եղել
Դուք ինչ երաշխիք ունեք, Տիկին Ղազարյան, որ այս խաղաղությունն էլ թվացial չի լինելու, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կարծես թե չի հրաժարվում իր նպատակներից։ Կրկին խոսում է Սահմանադրության փոփոխության մասին, ինչպես անդադ վերջին շրջանում կրկնում է, չնայած Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Միչանսկի մասին է խոսում, այսինքն չի հրաժարվել։ Այդ ինչ երաշխիք կա այս խաղաղության համար։ Գիտեք, երաշխիքները այնուամենայնիվ այդպես 100%-անոց չեն, բայց բարձր մակարդակում, տեսակ Թրամփի ներկայությամբ ես էլ եմ կրկնում, որ ոչ մի ղեկավարի չի հաջողվել այսպիսի բարձր մակարդակով, օրինակի համար, այդ խաղաղության նախաստորագրմանը հասնել չի հաջողվել ոչ մեկին։ Իսկ այո, վարչապետի Քրտնաջան աշխատանքի արդյունքում Քրտնաջան աշխատանքի դա մեկ օրվա կուրս չէր, դա մեր դիվանագիտական հարթակում, ես կարող եմ ասել, լուրջ հաջողություն էր։ Այդ Քրտնաջան աշխատանքի արդյունք էր, որ եկանք հասանք այդ նախաստորագրմանը, եւ ես վստահ եմ, այո, որ Հայաստանի Հանրապետությունը կլինի խաղաղության մեջ, լիահույս եմ, վստահ եմ, կունենանք առողջ եւ խաղաղ միջավայր, որտեղ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կսի արարել, աշխատել առանց ստրեսների, առանց հոգեբանական ծանր լարումների։ Քաղաքացին ձեզ այս խաղաղության համար 2026-ին նորից վստահության քվե կտա, կհավատա ձեր այդ խաղաղությանը։ Ես վստահ եմ, որ 26 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացին դարձյալ իր քվեն կտա մեր թիմին եւ վարչապետին, ինչու, որովհետեւ ես ելի եմ ուզում ասել, որովհետեւ գիտեք ինչ ես հիշում եմ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանը, հիշում եմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանը, այսքան ապրել ենք այդ ժամանակաշրջանում, աշխատել ենք եւ բարքերին ենք բավականին լավ ծանոթ, բարձի թողի վիճակին ենք բավականին լավ ծանոթ եւ ամեն այդ վիճակը, բարձի թողի վիճակը, հովանավորչությունը, այդ մոնոպոլիան նման բաներ չկան։ Չէ, ես կարծում եմ մենք մոնոպոլիան իսկապես մոնոպոլիայի ողնաշարը իսկապես կոտրել ենք։ Համակարգային կոռուպցիա Հայաստանի Հանրապետությունում չկա։ Այդ արժեքաբանական փոփոխությունը տեղի է ունեցել հեղափոխությունից հետո։ Իսկ այո, թերացումներ, բացեր կլինեն, որովհետև իշխանությունը ժառանգել է նախկիներից մի այնպիսի ծանր ժառանգություն է ունեցել, փոխանցվել մեզ, որ ինչքան էլ աշխատում ենք, այդ բացերը կան, բայց աշխատանք է տարվում համար։ Բայց 7 տարի է արդեն իշխանության եք։ Դե պատկերացրեք, ես ասում եմ 20 տարուց ավել, նախկին իշխանությունները ինչ են արել։ Ես ինքս մինչև այստեղ լինելս եղել եմ մանկավար, աշխատել եմ դպրոցում, մի քանի դպրոցում ընդդուք։ Դրանից հետո փոխվել է համակարգում դպրոցների ուսուցիչների։ Այո, բավականին փոխվել է։ Հենց այն հոգեբանությունը, այդ գումարների հավաքները, ֆոնդավճարի անվանդակ, որ գումարներ էին հավաքում, ուսուցչին դնում էին շատ ծանր վիճակում, այդ բացառապես չկա դա։ Դպրոցները ապաքաղաքականացվել են։ Միթե դա ամենակարևոր ձեռքբերումներից է։ Ապաքաղաքականացվել են դպրոցները, կրթական համակարգը։ Ես նաև եղել եմ արվեստի կենտրոնի տնօրեն եւ այն ժամանակ քաղաքապետ էր ընտրվում։ Ես մանկատվել են այն ժամանակ զբաղվել քաղաքական որևէ գործառույթով։ Գիտեք ինչ, իրավապահները թող դրա մասին խոսեն եւ լիքը փաստեր կան, բայց այո այն ժամանակ ուղղորդում էին ուսուցչին։ Այ պետք է սրան ընտրես, տեսա նրան պետք է։ Բոլորիս էլ հայտնի է այդ արատավոր երևույթները, որ կային պետական հաստատություններում, ոչ միայն դպրոցներում, բոլոր ինստիտուտներում կար։ Հիմա կարծում եք ամբողջովին վերացել է։ Գրեթե, այո։ Ես չգիտեմ ումը կարող ես հիմա ուղղորդել ուսուցչին, ասես գնա օրինակի համար քվեց սրան տուր, նրան տուր, կամ 5000 կամ 10000 ենք տալիս, ուղղորդենք, չկա այդպիսի բան։ Բացարձակ, ես դա եմ ուզում ասել, ես տնօրեն եմ եղել եւ այն ժամանակ
քաղաքապետի ընտրություններն էր եւ ունենք 30-ից ավելի աշխատակազմեր, ես բացարձակապես նույնիսկ անհարմար էր, որ այդ շրջանում ներսում, թե դրսում կոլեկտիվի հետ խոսենք, մարդիկ գնացել իրենց խղճի մտոք ընտրություն են կատարել։ Նկատի եք Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ։ Այո, ես մինչև այստեղ լինելս նախանցյալ տարի։ Ուզում ասեմ դա ձեռքբերում է, կարևոր ձեռքբերում է։